Նախընտրական քարոզարշավ օր 24 ելք դաշինքը հանրահավաք կանցկացնի Վայոց ձորում և Սյունիքում հուսահատության փոսից դուրս գալու ելք կա կարգախոսով դաշինքը սյունեցիներին կհանդիպի երեկոյան ժամը 6-ին։ Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները եղել են Շիրակի մարզում, խոսել արդյունաբերության վերականգնման իրենց ծրագրերից, որոնք հույս ունեն իրականացնել ազգային ժողովում ընտրվելուց հետո։ Կոնգրես ՀԺԿ դաշինքը երկու թևի բաժանված խաղաղության մասին է խոսել մայրաքաղաքում և Սյունիքի մարզում։ Դաշինքը առանցքային պնդում ունի, խաղաղության հաստատումը օրախնդիր է։ Հայ հեղափոխական դաշնակցությունը Տավուշում խոսել է տնտեսական արդյունքի արդար բաշխումից, Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական, տնտեսական, ֆինանսական, կրթամշակութային գործակցության ամրապնդման ծրագրից։ Հայաստանի հարավի ընտրողներին Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, ընտրվելու դեպքում խոստացել են ապահովել արժանապատիվ աշխատանք արժանապատիվ աշխատավարձով։ Ծառուկյան դաշինքի առաջնորդն այսօր ամփոփել է մեկամսյա քարոզարշավը։ Գագիկ Ծառուկյանը հորդորել է իր թիմակիցներին չվարկաբեկել ու չսևացնել մրցակից կուսակցություններին, ըստ Ծառուկյանի իրենք թշնամիներ չունեն։ Աջափնյակ Արաբկիր Դավիթաշեն հայկական վերածնունդի այսօրվա կանգառներն են։ Նրանք հանդիպել են ընտրողներին, ներկայացրել 30 կետանոց ծրագիրը, կոչ արել ընտրության գնալ խղճի թելադրանքով, հիշեցրել, որ ազգային ժողովում 5 պատգամավորով 200 օրինագիծ են հեղինակել։ Վոլոդիա Հովսեփյան, օրակարգ։